Բոլորը գնում են քաղաք, անշարժ գույքի նման տանը նստում ու նստում։ Մարդը սպասում, թե որ գյուղից մի քիչ սմետան կամ կաթ կուղարկենք, կամ յուղ կուղարկենք, կծախեն, հաց կառնենք ուտեն։ Գյուղի դժվար կենցաղը Աթանի երիտասարդ հարսների սրտով չէ, ու շատերն են տեղափոխվում քաղաք, ասում է Աննան։ Ինքն էլ արդեն 18 տարեկան տղա ունի, համոզված է, որդու ամուսնանալու ժամանակը գա, նա էլ գյուղում չի մնա։ Ինքն այդպես չի վարվել, դե ում խնամքին թողներ սկեսուրին ու ընդհանրապես, իր տուն տեղն այստեղ է, գնալու մտադրություն երբեք էլ չի ունեցել։ Մեր գյուղի բոլոր հարսները, տղաները գնացել են քաղաք, բոլորը։ Իրանց ամեքը մի երեխա ունեն, են կալել իրանց տան մեծին թողել տանը, տան մեծ նստի, մնացել է թոշակի հույսին, տղայքն էլ են կացել գնացել քաղաք, էլ ինչ ասեմ Ազիզ ջան, ծերերը մնացել են մեր հույսին։ Սաղին օգնում ենք, դե պապ ունեմ, տատ ունեմ, տղեն Ռուսաստանա, բայց մենք իրանց չենք թողում։ Ինքն էլ 80 տարեկան մարդ ա ջիպա քշում, մեզ ծառայում ու ծառայում, չի է զլանում։ Ահա այսպես ամսվա մեջ 2-3 անգամ Աննան վարում է իր հայրական տան փուռը, հավաքվում են թաղի հարսներն ու սկսում հաց թխելու գործը։ Քանի դեռ ձմեռ է, հացը թխում են 10-15 օրը մեկ։ Գյուղում գրեթե բոլորն իրար բարեկամ ու հարազատ են։ Վաղ առավոտից հավաքվում են փռի շուրջ ու այդպես մինչև ուշ երեկո հաց թխում։ Գյուղի հարսներից շատերը տանը էլեկտրական վառարաններ են օգտագործում, սակայն Սոֆիտյանների ավանդապաշտ ընտանիքում փուռն անգործ չեն թողնի, ինչ թե ավելի հեշտ եղանակով են հաց թխում։ Վառարանինը одноразовый հմիկվա հարսների նման, հմիկվա հարսներն էլ են одноразовый։ Բայց դե որ տանը թխում ենք այդ պեչկի մեջին, մի օրից ավել չես կարալ ուտես, նա չորանը արդեն շատ գեշ, բայց որ փռնումը թխում ենք 15 օր, դասում ենք բոճկի մեջին, ցուրտ է, դե 15 օրից ուտվում է, չի էլ չորանը, ոնց թխում ենք, նա հենց էլ մնում է։ Աննայի բախտը բերել է, սկեսուրը պահանջկոտ չէ, հետնել ժամանակակից կին է, հարսներն ապրելու ապրում են ինչպես իրենց է հարմար, հարսներն էլ դա գնահատում ու սիրով ապրում են մի հարկի տակ, տարվա մի քանի ամիսն Աննան յայլաներում է լինում, սակայն այնտեղ էլ փուռ ունի ու գյուղից յայլաներ եկող մեքենաներին հացի համար չի սպասում։ Պարտադիր ընդեղ ավելի լավ թխվածքներ ենք թխում, քանի որ այն կոլերի գտվել ու զիլ վախտնալը։ Լավ հաց թխել Աննան սովորել է սկեսուրից ու Սարի հարևան Սարգուլ տատից, սակայն հույս չունի, թե իր հարսը գյուղում կապրի ու իր նման կչարչարվի, միանգամից 25 կիլոգրամ ալյուրը կհունցի, թե փռում հաց է թխում։ Մերի Կոլոլյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։